Ես կարող եմ վստահ ձեզ ասել, պատմել եմ շատ լավ ընկեր Սուրեն Գրիգորյանը, որ Չեչնիայում հարակրթական դպրոց է մտնում ու տեսնում է Նժդեհի պատկերը։ Հարցնում է, ասում է, ինչ է գրված իրենց լեզվով, ասում է Նժդեհի ասույթներից որևէ մեկը, այսպես գրված եւ Նժդեհի նկար։ Ասում է, բայց ինչու Նժդեհ դուք ուրիշ ծերը բան։ Ասում է, գիտեք ինչքան ենք փնտրել ռազմական կամ զինվորական, չգիտեմ, փիլիսոփա, որ իր ասույթն ունենանք ու չենք աշխարհով են փնտրել։ Նժդեհը եղել է եզակի մի բան։ Բայց դու այդքան որ սիրես քո երաժշտությունը, ո՞նց կարող քո երկիրն ու հայրենիքը չսիրես։ Մարդիկ ասում են հայրենիքն ինչ բան է, հողակտորա որ այդպես չի։ Հայրենիքի մեջ կա մի նվիրական բան, որ երևի խոսքով էլ ոնց մեկ ասի ինչ բան է սեր ու դու սկսես ինչ-որ բանաձևեր տալ։ Հայրենիքը դա ախր մայր հայրենիքը մի հատ նայեք այդ արտահայտությանը, համ հորն ես խառնում, համ մորը դրանից քաղցր բան կա։ Ես ճանաչում եմ երկու սրբազաններին էլ, շատ հարգում եմ իրենց մարդկային կերպարը, իրենք փոքրուց են եղել, ես բարգած սրբազանին ինքս չի հիշում, շատ, եթե ուսանող էր Սևանի ճեմարանում, գալիս էր, մի երկու անգամ տեսել եմ, և ըմբոստ կերպար էր, ըմբոստ կամ արժանապատիվ կեցվածք ուներ։ Դրա համար նա Կանադայի թեմում երկար չմնաց, որտեղ մեծահարուստները Կանադայի մի խմբակ որոշել էր, որ սրբազանին մի երկու կոպեկ փողի դիմաց ծառայի մեծահարուստների ոչ։ Սրբազան պիտի ծառայի հայ առաքելական եկեղեցուն եւ ինքը պիտի թելադրի արժեքներ։ Պարոն Հեկեկյան, բարև ձեզ։ Ձեր բարի։ Շնորհակալ եմ, որ մեզ հյուր եք եկել։ Ես շատ երջանիկ եմ, որ եկել եմ ձեզ հյուր, լավ։ Պիտի ասենք լավ, որ լավ լինի, եւ պիտի ասենք փառք Աստծո, որ այսպես մնա ու լավանա, չվատանա։ Պարոն Հեկեկյան, այ օրեր առաջ Երևանի օրն էին նշում կամ տոնը, չգիտեմ, ճիշտ ձևակերպումն ինչպես է։ Այ ուզում եմ Երևանի մասին խոսեինք, այդ Երևանի օրը տոնում էին։ Հա, Երևանի օրը տոնում էին։ Տոներն էլ ինչ-որ հետաքրքիր ձևով էր տոնվում եւ այդպես այդ հոլովակները անդադ շրջանառվում են համացանցում, թե ինչպես էին տոնում, քեֆ ենք անում, ուրախանում ենք, բան, այդ մակարդակով էր մոտավորապես։ Բայց հիմա այդ տոնի մասին, տոնելու մասին չեմ ուզում խոսենք, այլ երևանյան մշակույթի։ Ձեր կարծիքով այդ երևանյան մշակույթը այսօր Երևանում կա, քաղաքացի լինելու մշակույթը։ Ինչ կասեք, եւ ինչ խնդիրներ ունի Երևանը այսօր ձեր կարծիքով։ Հասկանանք երևանյան մշակույթը որն է, ինչով է տարբերվում կամ ինչ քաղաքային մշակույթ է։ Ես Երևանում եմ ծնվել, բայց ես բոլորովին չեմ ասում, որ ես երևանցի եմ, ես հայ եմ։ Ես հայ եմ եւ դրա համար ես ինձ լավ եմ զգում թե Գավառում, թե Սյունիքում, թե Արցախում, թե որտեղ ասես։ Ես ինձ լավ եմ զգում, որտեղ ես այս հողի մի փոքրիկ մասնիկ եմ ինձ զգում եւ այս ժողովրդի մի փոքրիկ բջիջ եւ որ ժողովրդի այն ժողովրդի որ կերտել է մեր հայոց պատմությունը սկսած գնանք հերու Հայկ Բելով Դավիթ Սասունցի Դավիթով մեծ մերով Վարդան Մամիկոնյաններով Նժդեհներով Անդրանիկ Զորավար Չաուշ Կոմիտաս Մեծարեն Սիամանթով ոնց կարող ենք թվենք հանճարեղ երևույթներ են համաշխարհային մեծություններ են եւ եթե չլինենք այսպես փոքր մենք եւ ինքնամփոփ ժողովուրդ իրենք շատ մեծ ճանաչում կունենային միջազգային ինչպես նարեկացին որոնք որ դառնում են տիեզերական սուրբեր եւ այլն ավելին ասեմ հիմա կարող է ասեն հա լավ պոետները ոնց որ Չարենց Թումանյան Մեծարենց Վարուժան եթե Սիամանթո եւ այլն Ռուբեն Սևակ, եթե իրենք լեզվի թարգմանվեին, մեկ է, մենք փոքր ենք ու ամեն մի լավը պետք է բրթենք առաջ։ Բայց այդ լեզուն խանգարում էր, բայց մնացածին ինչ, օրինակ ես կարող եմ վստահ ձեզ ասել, պատմել եմ շատ լավ ընկեր Սուրեն Գրիգորյանը, որ Չեչնիայում հարակրթական դպրոց է մտնում ու տեսնում է Նժդեհի պատկերը։ Հարցնում է, ասում է, ինչ է գրված իրենց լեզվով, ասում է Նժդեհի ասույթներից որևէ մեկը, այսպես գրված եւ Նժդեհի նկար։ Ասում է, բայց ինչու Նժդեհ դուք ուրիշ ծերը բան։ Ասում է, գիտեք ինչքան ենք փնտրել
ռազմական կամ զինվորական, չգիտեմ, փիլիսոփա, որ իր ասույթն ունենանք ու չենք աշխարհով են փնտրել։ Նժդեհը եղել է եզակի մի բան, ոնց է երաժշտության մեջ մեզ համար կոմիտասը մեծություն է, այդպես Նժդեհը մեզ համար փիլիսոփական, ազգային, այնչու չէ ռազմական, բայց ինքնապաշտպանական, նա երբեք չէր մտքի բան եւ պայքարին երկրպագելու մի բան եւ նա խոսքը նաեւ գործ է շատ կարող ես շատ գրել բայց դու պարտավոր չես դա իրականացնել եւ նա կարող է լավ կռվեր ոնց որ Անդրանիկ Զորավարը ոնց որ դրոն բայց ոնց է եկեք մեր օրերը Լեոնիդ Ազգալյանը հա Մոնտեն Թաթուլ Կրպեյանը այսինքն կարող է բայց սա մեկտեղվել է բայց սա տեսեք ասում եմ աշխարհով փնտրել ենք չենք գտել շատ բանի այդպես կարող ենք մոտենալ չեմ ասում մենք Արամ Խաչատրյանն ենք աշխարհը չունի չէ աշխարհում շատ արտակարգ կոմպոզիտորներ կան բայց մենք էլ մտանք Եկուզ Արամ Խաչատրյանը։ Եթե Արամ Խաչատրյանով մտնել ինչ է նշանակում։ Արամ Խաչատրյանի երաժշտության հիմքը, որքանով ես եմ զգում, դա հայկական ժողովրդական երաժշտություն է։ Բայց այն ամենայնիվ իր միջով անցած կարող է վատ անցնել ու միշտ այսինքն ամեն տեղ մենք նկարիչներ, ճարտարապետներ, գիտնականներ, անթիվ անհամար մենք ունենք մեծություններ։ Այս ֆոսում ես ժողովրդի մասնիկ եմ կազմում, ոչ թե որտեվ ես իմով եմ, այլ այս իրենց ես համարում եմ հայ ժողովուրդ աշխատասեր, նպատակասլաց, տաղանդավոր, մարդիկ, եթե 3-ը չեղավ, ոչ բանի չես ասնի։ Նախ տաղանդը պետք է աստծուց ունենան, հողից ստանան, աշխատասիրությամբ զարգացնեն եւ նպատակասլությամբ այն արվեստը, այն ասպարեզը, այն գիտությունը, որ իրենք տանում են առաջ, պետք է կարողանան անցկացնեն աշխարհով մեկ դեպի համամարտկային դարձեն արժեք։ Դրա համար ես այսպես քաղաքային մշակույթ ինձ Եթե այսօր վերցնեմ մեր քաղաքային մշակույթ, ես կարող եմ ասեմ ճարտարապետության մեջ Թամանյանը մշակույթ մտցեց, քաղաքաշինական։ Ես չեմ ասում ճարտարապետական, շատ մենք լավ ճարտարապետներ ունենք ու դեռ կունենանք, որտեղ չի կարող ազգը բրծնի մի կողմի վրա, ավարտվի վերջինը։ Եվ շենքերը շատ գեղեցիկ, բայց ես դրա մասին չեմ ասում, նա քաղաքաշինության հիմնադիրն էր, Երևանի քաղաքային հատակագծի հիմնադիր, հա, հեղինակ Ինչ ենք սարքել մենք այս քաղաքը, մենք այնքան անտաղանդ գտնվեցինք, որ չհասկացանք, որ պետք է տարածվենք կենտրոնից դուրս, սարքենք մեր բարձրակ շենքերը եւ մենք տեսնենք համեմատենք հինն ու նորը, բերել ենք բարձրակ 22 հարկանի շենքերը, խցկել ենք անչափահաս եւ ագահ մարդիկ, անհատներ, ամեն քառակուսի մետր շատ թանկ է, չէ՞, Երևանում, ես ծանոթ գիտեմ, որ ասում է ես միայն կենտրոնում եմ կառուցապատում Որտեվ թանկ է կենտրոնը, չէ՞։ Այսինքն այդ ներուժը, որ ես պիտի դնեմ ու ստանամ պայմանական թիվ եմ ասում, 1-ը 5-ի, ես չի դնեմ ուրիշ տեղ, որ ստանամ 1-ը 1-ի կամ 1-ը 2-ի, չէ՞։ Բայց ուր է մեր միտքը, ուր են մեր ճարտարապետները, ուր է մեր ճարտարապետների միության միությունը, ճարտարապետներով ոտքի կանգնեն, ասել քաղաքը մի ապականենք։ Դուք փորձում եք որևէ կետից, ուզում եք հեռուստատեսության աշտարակից, բարձրակ շենքերից, մասիվից, տարբեր տեղից մեր քաղաքին նայեք, էլի։ Նայելու բան չի, ինչքան հեռու ենք սիրուն։ Մոտիկից նայելու բան չի։ Շատ ծանոթ բան եք ասել, որովհետև մեր շենքն էլ ամբողջովին շրջապատվել է բոլոր կողմերից։ Մենք կենտրոնում ունենք շենքեր, ես հիմա չեմ ուզում օրինակ բերել, որովհետև շատ մտավորականներ են դա անում։ Մտավորականներ են դա անում, որ շենքի մուտքերը վերցված են, շենքի մուտքերի կպցրել են իրենց բիզնեսին, այսինքն կամարներ կան, որոնցով արդեն հրշեջ մեքենան չի մտնի, եթե մի կերպ մտնի, չի կարողանա պտտվի, իսկ հրշեջը ինչու է այդքան կարևոր եւ որովհետեւ կրակը վարկյանների ընթացքում է տարածում, դրա համար հրշեջին ամենամեծ ճանապարհ, բոլորը կանգնում են, չէ՞, շչակով եւ այլն։ Դա միջև այդ արանքով մտնի, կտևի մի 10 րոպե, որ պատել ինչ տա իրեն, իսկ մտնելուց հետո ուղղակի չկարողանա պատտվի, որ հասնի այրվող շենքին։ Դուք ես ամեն անգամ ասում, աստված չան այստեղ հանկարծ հրդեհ լինի։ Բայց բացի անվտանգությունից, տեսքը եւ մենք ոնց որ ապրում ենք, այդպես էլ հանձնում ենք հողին։ Մեր գերեզմանները լաբիրինթոսներն են, ուղղակի բաց երկնքի տակ, պիտի մեծ ունակություններ ունենաս մագլցելու, որ հասնես, ասենք, հարազատի գերեզման կամ ծանոթի գերեզման։ Սա մենք ենք այսօր գոնե
խորհրդային տարիներից հետո մինչև էլ արդեն գերեզմաններում ընդվզումները սկսել էին, իսկ խորհրդային տարիներից հետո ուղղակի ճարտարապետությունը, այսինքն քաղաքաշինությունը մեր դարձել էր անբռնած ոսով ինչ ուզում աներ։ Ուժը թերիքում է, փող ունես, դուր, նա էլ փողն առնում է, քան սոված է եւ խիղճ չունի, որովհետեւ գիտեք ինչ կարող ես վատ երաժշտություն գրել, վատ գիրք գրել, վատ համերգ տալ, կանցնի կգնա, սա մնայուն մի բան է ճարտարապետությունը, վերջ, սա մենք ենք մեր վերջին 30-40 տարում, դե վայելեք դուք եւ ձեր տեսքը, եւ երբ որ մեկը ինձ ասում է Երևանը քաղաք սիրուն չկա, կեղծավորություն, դուք եղել եք Բիլբաոյում, դուք եղել եք 5 քաղաքների մասին եմ ասում, Պրահայի կենտրոնում, Ռիգայի կենտրոնում, Տալինի կենտրոնում, դուք եղել եք Հոլանդիայի գեղեցիկ փոքրիկ քաղաքներում, Գերմանիայում, Բրեմենում, ո՞նց է ձեր Երևանը գեղեցիկ, ինչով է գեղեցիկ։ Եվ քաղաքի տանում եւ թերությունների մասին ասում կարծում եմ պետք է մեր ուսանողներին ճարտարապետական բաժնի ասել Երևանը վերևից ցույց տալ, ոսել այսպես մի կառուցեք։ Եթե ինչ-որ մի գծեր էլ մնացել են, ապա դա Թամանյանի գծած գծերն են, որոնց կորվում են ինչքան կարողանում են։ Քանդում են բոլոր պատմական հուշարձանները։ Դες դուք պատմությունը ո՞նց ես վերացնում։ Ու ասես փոշոտ քարեր են։ Ոյ քեզ բան։ Դե բան ասացիք, որ պայքար է սկսել մեր մշակույթի դեմ եւ դա ամեն ոլորտում նկատելի է։ Լինի դա ճարտարապետություն, լինի դա պատմություն, լինի դա, չգիտեմ, արվեստ, կարծես դա ինձ թվում է, երեք խորհրդային տարիներին մենք ունենք լուրջ խնդիրներ։ Ես մեծացել եմ պիոներական երկերով կամ հետո ավելի ուշ Շայինսկին եւ իր նմանները այդ տիպի կոմպոզիտորներ սկսեցին գրել հանձնարարություն եկավ վերևից ներքև, որ պիտի գրեք լավ ուրախ երգեր մուլտիկների եւ մարդկանց երեխաների համար ու լավ երգեր կային, շատ լավ, բարին քարոզող, բան, ասենք, լիքը, էլի կան։ Մուլտֆիլմերն էլ են այսինքն դեպի շրջանի։ Եվ սա որ բարի քաղաքացի ունենաս, դա կատաղած քաղաքացին ո՞վ է։ Նա վաղը, ես միշտ ասում եմ, մի ջղայնացեք է ժողովրդին, նա վաղը բռնելու է ձեր հետևից։ Դու որ շանը չես դաստիարակում, այ որ ախանում ես մի օր սրա վրա հաչում է հնարավոր, վերջը մի բռնելու է քո նուրբ տեղերից։ Հիմա Խորհրդային միությունը իր գաղափարախոսությունը այդ առումով շատ լավն էր ամեն երեխաների համար, ամեն լավը երեխաներին փորձում էին, բայց դա իմ ազգայինը չէր։ Դա եկել էր ոչ միայն փոխարինելու, այլ հետին պլան տանելու իմ, որպեսզի ինձ իմ ակունքներից կտրի եւ կտրեց եւ չկտրեց շնորհիվ մեր պոետների, մեր բանաստեղծների, մեր գրողների, որոնք հայաշունչ բանաստեղծներ էին, ուստեր իրանք երիտասարդ էին, ապրում էին, բայց մեզ համար Սևակը, Շիրազը, Էմինը, հետո Վահագն Դավթյանն ու Համոսայանը, Ռազմիկ Դավոյանը, հա, իրենք մեր ազգային երակների մեջ ազգային արյուն, ազգային հոգի, մեր հոգիների մեջ սեր ասում։ Անկախությունից հետո ինչու այդ ամենը չզարգացավ։ Երբ այսօր նայում, բայց ասեմ, խորհրդային տարիներին արդեն չկար, բայց անկախության տարիներին դռները բացվեցին եւ ինչ աղբ կա լցրեցին ներս։ Դրա համար ես ասում եմ, այս պարտությունը մեր պատերազմի, սա Դարժեքների պարտություն էր նաև ձեր վերջն է։ Մենք պարտվել էինք մշակույթի դաշտում։ Շատերն էին ասում մտավորականներից, արվեստագետներից, շատերը գուցե շատ ասեցի, քչերն էին ասում, բայց դրանք շատ էին ասում, որ մեր մշակութային սահմանները պահեք։ Ինչ պիտի լինի, իրենք չեն հասկանում, որ մենք, ես չեմ նեղվում, վաղը արաբական երաժշտություն հնչի, չգիտեմ, ճապոնական, հնդկական, ֆրանսիական։ Դա ինչպես պետք է արվեր, պարոն Հակոբյան։ Հիմա կասան պահելը սահմանները նախ կրթության միջոցով։ Ինձ համար հիմքերի հիմքը կրթությունն է, դրա համար ես սկսել եմ իմ գործունեությունը որպես մանկավարժ։ Ես ընդամենը 19-20 տարեկան եմ
եւ մտա դասավանդելու։ Մեկ ասի, «Ջան, տղա, ես գնա մանարի քեֆարա, չէ, ես մտա դասավանդելու, ես սոլֆեջո առարկան էի դասավանդում երաժշտական դպրոցում, եւ այնքան հպարտ եմ, որ այդ իմ դասավանդելու ոչ երկար տարիների ընթացքում ես ոնց կարողացա փոխել վերաբերմունքը ծնողների, որոնք ընդհանրապես չկային այդ գործում, երեխաների, որոնք սովոր էին ոչինչ չանել եւ դպրոցի այդ առարկայի հանդեպ սոլֆեջոյի։ Բայց հետո շատ արագ ես ստեղծեցի երգչախումբ եւ սկսեցի երեխաների հետ շփվել եւ այդ միջոցը 150 երեխա ունենալու մեկ դասի ընթացքում իրենց փորձել փոխանցել մարդկային արժեքներ, համամարտկային արժեքներ, ճաշակ, խիղճ, ինչևէ, այսինքն եկելը դա միայն միջոց էր, բայց ուզում եմ ասել կրթություններ, որ պիտի կրթության միջոցով մենք կարող ենք։ Ես մի օրինակ բերեմ ինձ վրա, որ ասում եմ, ես սովետական երգերով մեծացած էի, ընդունվել էի արդեն ուսումնարան, Ռոմանոց Մելիքյանի ուսումնարանում էի սովորում, երկրորդ կուրսում նստած էի դասի ժամանակ, եւ հանկարծ լսեցի դուդուկով, ոչ թե ինչ ասես նվագում էին ժամանակին, գերեզմաններում էլ չես հասկանա, բայց լսեցի մի հատ գեղեցիկ չնաշխարհիկ հայկական մեղեդի։ Ես այնքան լավ եմ հիշում այդ օրը, ոնց որ Քրիստոսը հայտնվեց իմ առաջ, այնքան որ դասի ժամանակ երաժշտական գերականություն էր ձեր բարձրացեցի, կարող եմ դուրս գամ, դասություն զարմացած դուրս արի։ Դուրս եկա միջանցքի ծայրում, տեսա դուդուկահար է նվագում, Սամվել էր անում։ Քայլեցի դեպի Սամվելը։ Ես գիտեք, sense ու դիմացից լույս էր պատուհանին, իսկապես ոնց որ դեպի լույս գնայի։ Եկա ասեցի, ինչ ես նվագում։ Ասես դուդուկ, չասի գիտեմ դուդուկ ես նվագում, ինչ գործ է, ասես լուսնակ նանուշն եմ նվագում, ես մի հատ էլ նվագելի, այդ օրը իմ մեջ ինչ-որ բան փոխվեց, ես իմ մեջ քնած իմ ազգային այդ գեները, չգիտեմ, նիրհաց, Դուք իմ հարցը կանխեցիք, ես ուզում էի խոսեինք հենց ազգային արմատից, դուք ասում եք, որ չափազանց կարևոր է զգալ ազգային արմատը, հայկական արմատը։ Եվ կա, գիտեք, եթե մեր մեջ 90%-ով արյունը չի խառնվել մեր այսօր բարեկամ համարվող կամ դարավոր թշնամիների արյան հետ կամ այլ ազգերի կարևոր չէ, որ մարդը մահանում է էլեկտրոշոկը սրտի դդում են, ցնցում են ու ինքը հետ է գալիս, այլմեծ այդ ցնցումն է պետք, այդ ցնցումը եղավ անցած դարավերջին կամ նախորդ դարավերջին կամ 20-ի դարասկզբին Կոմիտասի նրանից առաջ Սյունի, Կարամուրզա, Եկմալյան, այսինքն երաժիշտների, որոնք սկսեցին, բայց Կոմիտասին ուղղակի եղավ իսկապես միջոց մշակույթն է, արվեստը հայկական։ Այո, ես անդադ պոեզիային եմ անդրադառնում, որտեղ հեշտ է, անկալելի է, բառ է, երաժշտությունը սիմվոլ է եւ տարածական, վերացական դու պիտի լավ ունենաս վերացական մտածողություն, որ կարողանաս ընկալել, բայց դա ամեն ինչը մեր մեջ է։ Դու պիտի ուղղակի ես Արթուրը Շահնազարյան ես սկսել էի դա շատ վաղուց երգչախմբերի համերգ էի անում, փառատոն էի անում եւ հավաքում էի դալիճում 1300 երեխա տարբեր երաժշտական դպրոցներից, շատ հետաքրքիր կազմակերպվածությամբ գալիս էին ամեն դպրոցից 15-20 եւ նրանց համար երգչախմբերը համերգ էին տալիս։ Երեխաները որ կյանքում երգչախմբային արվեստ չէին լսել, նստած այսպես լսում էին լավագույն երգչախմբերն էին ելույթ ունենում եւ ես վերջում իրենց երգացնում էի։ Ամենահեշտ գործն էի վերցնում, Արթուրին պատմել եմ Սոնայարը, բաժանում էի դալիճը 4-5 մասերի 6 ու իրենք երգում էին։ Հիմա Արթուրը Շահնազարյանը դա անում ամեն տարի պարոն Բլեյանի հետ, մարդ, որը շատ բարձր է գնահատում եւ կարեւորում է ավելի շուտ ազգայինը եւ Արթուրի հետ էլ մտերիմ են, իրենք դա անում են իրենց դպրոցի հիմքի վրա, բայց կաշխատում են ընդլայնել։ Էլի կան մարդիկ, ժամանակին Գինոսյան Գագիկը շատ ցավալի է, որ չկա, նույնը արեց Պարի բնակավարում։ Այսինքն ինչ է անում, ժողովրդին տանում է դեպի իրավունքները, որ սիրեցին, էլ դու իրենց այնտեղից չես հանի։ Ավելին հարսանիքները մեր տարօրինակ, անճաշակ, անհասկանալի, ինչ բառ ուզում եք ասեք, ծեսից հեռու, քեֆ են անում էլի ուղղակի անկապ երաժշտությամբ եւ այնքան բարձր է, ինչքան անկապ, այնքան ուժեղ, որ չջոկես։ Հիմա մի երկու ինչ որ խումբ կա, լսել եմ, ափսոս ծանոթ չեմ, որոնք ժողովրդական ազգային ամբողջ ծեսով
այդ հարսանիքը ոնց է եղել 18-րդ դարում, չգիտեմ, 7 օրվա ծես գոյություն ունի հարսանիքի։ Անում են, հիմա 7 օրեն ամ թե ինչքան չեմ կարող ասել, ես ներկայել չեմ եղել։ Կարող է 2 օր էլ անեն։ Ես առաջին անգամ Գորիս հյուրանոցում եմ տեսել, ասես սպասք էս ապրանքները, հին գյուղերից բերած, ասում եմ, ես ինչ ասում, հարսանիք են լինելու մի ամիս, 2 ամիս հետո արդեն բերել են, պատրաստել են, ասում ամբողջ ծեսով։ Ափսոս ես ներկա չեմ, ոչ մի անգամ չեմ եղել։ Ահա, արդեն ովքեր փող ունեն, դա այդքան էլ ինձ թվում է արժան հաճույք չի, նրանք ովքեր ճաշակ ու գիտակցություն ունեն, իրենք ուզում են այդ ծեսով անել։ Պարոն Քեքյան, իսկ ուզում եմ պատճառներին էլի վերադառնանք, այդ ինչպես ստացվեց, որ մենք ունենալով այդպիսի մշակույթ, իրոք շատ հարուստ մշակույթ, դա միայն մեր հայերից կարծիքով չէ, հիմա կարծես հայ ժողովուրդը եւ իր ստեղծած այդ բազմադարյա մշակույթը, հարուստ մշակույթը, կարծես առանձին կյանքով ապրեն։ Ինձ մոտ, չգիտեմ, այդպիսի տպավորություն է ստեղծվել։ Ես բոլորին նկատի չունեմ։ Ես հասկանում, չէ, մեծ մաս, այո, չէ, գիտեք ինչ, բոլորին չեք էլ կարող ունենալ, բայց ինչ է ստացվում, սահման է, սահմանից ներս է մտնում, չէ։ Հիմա ինչպես եղավ, որ ասենք ադրբեջանցիները մտան մեր տարածք, Արցախ եւ այլն, բացեցին սահմանները եկան։ Հիմա ինչպես եղավ, ով բացեց, այդ թեման ուրիշ թեմա է։ Այդպես էլ բացվում են սահմանները, սկզբից թուլացնում են, սկզբից հասարակություն, մտնում են հասարակության մեջ, հասարակության պառակտում են, հասարակությանը տարբեր ուղղություններ, նախ իրենց են իջեցնում, իրենց են բարոյալքում։ Դա ինչու ես չեմ ասում, դա հայտնի է, դա Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունները հատուկ ծրագիր ունեն դեռ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչպես քայքայելն ասենք սովետական պետությունը։ Նախ պետք է արժեքները քանդեին, բարոյական, մարդկային հարաբերությունները եւ այլ մարդուն բարոյազրկեին, թուլացնեին։ Հետո երբ որ մարդուն թուլացնում է, սկսում է թուլացնել իր մշակութային սահմանները։ Ինչ է սովետը երկաթի վարակույր դրել, վախենում էր, որ հանկարծ կարող է մշակութային հոսքեր կլինեն։ Ես չեմ ասում դա լավ էր, բայց ոչ թե պետք է սահման դնել, այլ պետք է քո երկրի ժողովրդի մեջ այդ ապազգայինը, որ մցրեց, հանեց ազգայինը, թուլացրեց ժողովրդին։ Խորհրդային միության ժամանակ յուրաքանչյուր ուզբեկ լիներ, չեմ վրացի, հայ, ռուս, ուկրաինացի, սկսեցին մեր ազգայինը մեր միջից նոսրացնել։ Նոսրացնելու հետևանքով մենք թուլացանք։ Եվ դա չեղավ անկախության տարիներին, մենք արդեն պատրաստ էինք, մենք որևէ ազգային հենք չունեինք։ Այսինքն նույնիսկ այն ժամանակ հիմա գոնե Գինոսյան Գագիկ ունեինք, Արթուր Շահնազարյան ունենք, Արուսակ Սահակյանն ունենք, Կոմիտասի ազգագրական ամբիոն ենք, ճիշտ է, խորհրդային տարիներին այդ ունենք, պարտիոջը դա կար, բայց դա մի խումբ երաժիշտների, սովորող երաժիշտների համար է, ազգային ակադեմիայում ինչ որ բան կար, բայց ասենց կար ձևի համար պահում էին, չեն էլ թողնում շատ թփրտած։ Ես կարդում էի Թահմիզյանի հայ երաժշտության մասին ակնարկը, 3 լեզվով կա, հայերեն, անգլերեն, ռուսերեն, 3-ին էլ ծանոթացել եմ, լավ թարգմանված, հայերենից կամ ռուսերեն էր գրել, հավանաբար անգլերեն, հայերեն թարգմանված, սկզբում մի այնպես գաղափարախոսություն էր խորհրդային գնում, ասում էր, «Էս ինչ անում ես Թահմիզյանը»։ Հետո հասկացեց, ով չգրեր, ամենացածը չէի թողնի տպեր։ Անգլերեն վարդան brainwash, եւ շատ արվեստագետներ խորհրդային տարիներին այնպիսի բաներ են արել, որ կարող է զարմանալ։ Իմ մայրիկս աշխատելով հայկական հեռուստատեսությամբ լինելով հիմնադիր, դեռ 60-ականների սկզբին խոսում էր Սփյուռքահայության մասին, խոսում էր Արևմտյան Հայաստանի մասին, Հրաչյա Ներսեսյանի հետ հաղորդում էր արել, ինչպես Հրաչյա Ներսեսյանը նայում է դեպի Արևմտյան Հայաստան, ինչ Արևմտյան Հայաստանի ժամ, անում էին, այսպես եթե քողարկված է Իրանում, անցնում էր։ Ինչևէ, այն ժամանակ արդեն քանդեցինք մեր սահմանները, թուլացրինք։ Այդ թուլացնելուց հետո բրդում ես մի պատը քանդվի էլի, ու բավական անկախ տարիներին պատը քանդվեց, այսինքն դռները բացվեցին եւ իհարկե առաջին աղբն է գալիս վերև։ Աղբը եկավ տարբեր սերիալներով, տարբեր երկրների արտադրված, տարբեր եւ փող էին աշխատում, մարդիկ սոված, հանկարծ փողի համնարան, ով ինչ կարողանում էր անել, ոչ ոք չէր մտածում, այսօրվա քո արածը վաղը սերունդները այսօրը սերունդներ փչացնում։ Դուք ասում եք, մենք հավաքվում ենք երաժիշտներով, այսինքն միայն երաժիշտներով չէ, նաեւ երաժիշտներ կային, Վահագն Օնանյանի տանը, ու ինքը սկսում էր երգել, բիզնեսմեն մարդ էր, ինքը սկսում էր երգել, կինն էլ հետը տիկին Հասմիկը,
Մենք բոլորս բերաները բաց լսում ենք, մենք այդ երկերը չգիտենք, իրենք փոքրուց օտարության մեջ իրենց հայ են պահել, իրենց այդպես են հայ պահել, դրա համար իրանք փայլուն հայերեն էին խոսում։ Երկերի շտեմարաններ են, քան ժողովրդական երկեր գրել, ինչ սիրով էր երգում։ Բայց դու այդքան որ սիրես քո երաժշտությունը, ոնց կարող քո երկիրն ու հայրենիքը չսիրես։ Մարդիկ ասում են հայրենիքն ինչ բան է, հողակտորա որ այդպես չի։ Հայրենիքի մեջ կա մի նվիրական բան, որ երևի խոսքով էլ ոնց մեկ ասի ինչ բան է սեր ու դու սկսես ինչ-որ բանաձևեր տալ։ Հայրենիքը դա ախր մայր հայրենիքը մի հատ նայեք այդ արտահայտությանը, համ հորն ես խառնում, համ մորը դրանից քաղցր բան կա, նա քեզ համար հայրենիքն է, հորդ բնորանն է եւ պապերիդ։ Մենք հայրության մեջ եմ ես մոտ գիծը գնում, բայց նա մայր հայրենիքը, դա մոր նման սիրում ենք։ Ուր է։ Հիմա սերունդներ կան, ես ընկեր ունեմ, որ ընդհարում է ունեցել իր մտերիմների հետ, որտեղ երիտասարդ իրենց ընտանիքում կային անձիկ, որոնք ասում էին, որ մուշն ինչ բան է, վանն ինչ բան է, ես երբեք ընդ չեմ եղել, ես պետք կսել չի։ Այսինքն վաղը մեր երեխաները տեսնում Արցախն ում ապետ։ Եվ ինչու վաղը։ Երբ որ Արցախից խոսում էինք, դեռ մինչև այս պատմությունները 10-15 տարի առաջ, շատերը ասում են Արցախում չեմ եղել։ Այդ ոչ չես եղել։ Իսկ ինչի չես եղել։ Չէ՞ լավ, բայց ոչ չես եղել, դու ինչ պետք է իմանաս։ Ես 2000 թվականին մեծ մի ակցիա արեցի երկրի նախագահի համաձայնությամբ 1701-ի հանձնաժողովի թույլ համաձայնությամբ երիտասարդ կամավորներ երաժշտական բուհերից ամբողջ հանրապետությունով շրջում էին եւ երեք հոգեվոր երգ էին սովորեցնում ծննդյան երգ որպեսզի 1700-ամյակը մոն վառողներով չգոնե ժողովուրդը իմանա երեք այն անալոգիայով որ Պուշկինի 200-ամյակը բոլոր մարդիկ քարատողեր էին ասում բանվոր գիտնական նախագահ վարչապետ հավաքարար բոլորով Եվ մտնում ենք մարզ 100 հոգով եւ տարածվում ենք գյուղերով, համայնքներով ու մտնում սովորեցնում ենք։ Ինձ պատմում են, ես հետո էի գնում 4-րդ օրը ու արդեն սովորածներին հավաքում էի ու բոլորը իրար հետ երգում էին։ Պատմում են, որ մտել են գում, կանանց ասել են եկել ենք երգ սովորեցնել, պետք է ասում կով են, չէ։ Կովը կթող կանայք, թողել են այսպես, ասել են արի բալաջան, սովորացու երգեմ։ Մարդիկ ուզել են երգ Ծարավ են մարդիկ, հայկական Գորիսում մի տատիկ տեսա այս ամբողջ ազգային տարազով սենց ոնց որ նկար մի 80-անց կիներ երեխեքն էին կողքս հավաքված ասեցի տատի ջան մի երգ ասա երեխեքը լսեն չէ ասում էր չէ ասում չես երգում բայց երեխեքը քեզ են նայում ասես տատը մեռնի տատը երգ գիտի որ երգի ժողովրդական երգի մասին է խոսքը ասում եմ ինչի տատի չգիտես ասում եմ մայրս չի երգել տատս չի երգել ես որտեղից սովորեմ այսինքն կտրվել է օրորոցայինները չեն սովորեցվել մենք այսօր պիտի մեր աղջիկներին սովորեցնենք ես այդպիսի ծրագիր ունեի օրորոցայինները մեկը մեկից գեղեցիկ Շնաշարիկ ես այդպիսի ծրագիր ունեմ եւ ունեմ բայց չեմ կարողանում իրականացնել գումարի պատճառով որ հայկական Հայաստանի մեր դպրոցներում աղջիկներին ինչու՞ չէ տղաներին էլ սովորեցնել օրորոցայիններ ամեն տարի 5-10 դժվար չի միաձայն պիտի սովորեցնենք իրենց արյունը կանչի իրենք կսկսեն շատ արագ սովորել հետո այդ հետագա ծրագիրը չասելով իր հեռանկարով չի կայանում բայց եթե այս երեխաները չերքեն այսօր ոչ միայն չեն երգում ժողովուրդը հետո երաժշտություն էին դնում որ ես գիտեմ մայրեր ժողովրդական երգեր կամ օրորոցայիններ դնում են որ երեխան դրա տակ քնի Անցել այդ մշակույթը, տատին նստում էր երեխայի կողքը ու հեքիաթ էր պատմում, տատին նստում էր ու երգեր երգում, ես գիտեմ ինչ մեկը շատերը ինձ արի իմ սոխակի տակ էին քնացնում, մյուս ասում էին սրա տակ մեծ իմ տարիքի մարդիկ, բայց սա գիտեք ինչ է սա, մտել ես դու գենի մեջ այդ բառը։ Ձեր մանկության երգերը հիշում եք, պարոն Եկեք։ Դե ասեցի պիոներական երգեր են երգել։ Չէ, օրորոցայինները նկատում։ Չէ, ես էլ չեմ հիշում որ ինձ երգում, մամաս սա ամբողջ հեռուստատեսում։ Ես հայրիկս ինձ քնացներ, մամաս գալիս էր հասնում էր տուն։ Մենք մի գժոտ ընտանիք ենք եղել, երկուսն էլ եղել են թղթակիցներ, ժուրնալ հայրս Հայաստանի ֆիզկուլտուրնիկ թերթի թղթակից մայրս հեռուստատեսության ռեժիսոր հեռախոսով մեծացած երեխեք ենք եղել դպրոցն էլ սովետական դպրոց
Այ հիմա եմ ասում, հիմա մենք պիտի անդրադառնանք կրթությանը։ Եվ դրա հետ կապված ես ուզում եմ ասել, որ հիմա մի ծրագիր ենք իրականացնում, եւ որտեղ մշակույթի նախարարության դա ծրագիրն է, կինս հաղթել էր դրամաշնորհը, բայց ես ստիպված պիտի աջակցեի, որտեղ ինք այդքան ժամանակ չուներ, գնում ենք գյուղերով, դպրոցներով, որտեղ կա երաժշտական դպրոց։ Մոտ 200 դպրոց ենք գնացել երաժշտական, գեղարվեստի, պարարվեստի, ուսումնասիրել ենք, մեր գնահատականներն ենք դրել, մրցույթ ենք արել, որ իրենք մի քիչ ակտիվանան, հայերը սիրում են մրցույթ եւ շատ մեծ ակտիվություն եղավ։ Եվ հիմա շուտով պիտի լինի նոյեմբերի 23-ին նրանք ովքեր անցել են վերջին փուլ, երրորդ փուլը պարողներն ու թատրոնը, ովքեր նկարիչների ցուցահանդես է բացվում նկարիչների միությունում, երրորդ հարկում եւ շնորհակալ եմ նկարիչների միությանը եւ պարոն Սաֆարյանին նախագահին, որ հասկացել է, որ անվճար տրամադրել է դահլիճը եւ երեխաները այնտեղ իրենց մի քանի օր իրենց նկարներ են 70 նկար ամբողջ հանրապետությունից լավագույնները մասնագետներ ընտրել են պիտի լինի, իսկ նոյեմբերի 1-ին արդեն երրորդ փուլը կլինի կատարող երաժիշտների համար, ժողովրդական առանձին, դասական առանձին եւ երեկոյան արդեն հաղթողների համերգ պիտի լինի եւ այդ շրջայցի ժամանակ ինձ սկսեց մտահոգել պարը մեր պարը մենք բոլորս գիտենք որ կա ժողովրդական երգ ազգային մեր ժողովրդի ինչ բան է ժողովրդական երգ ժողովուրդը երգել է դարերով դա քրիստոնեությունով չի սկսել դա նախաքրիստոնեական այսինքն բոլորս գիտենք որ մարդը նույնիսկ հարց է առաջանում վիճում են սկզբից մարդը խոսել է թե երգել է որտեղ սկզբից հաստատ ձայնարկություններ է չէ թողել ու իմաց են տվել իր ձայնով ոնց որ կենթանիները կամ դա վերածվել է հնչերանգների հնչյունների չէ մեղեդային գծերի բան հետո սկսել են խոսել ես նույնիսկ համոզված եմ սկզբից ձայն են անել երգել են հետո խոսել հետո դարձել է իրենց տխրություն, իրենց ուրախություն, իրենց մտքերը, իրենց հույզերը արտահայտող միջոց։ Առ այսօր մենք դրանք պահում ենք։ Ուզում պարը թե երգը որն է եղել ձեր կարծիքով։ Ինձ թվում է երկուսն էլ պետք է արդեն շատ անշնորհակալ գործ է ասել, որովհետև եթե մեկը իրար էմոցիաներ փոխանցելն է, մյուսը գնացել են որսի եկել են եւ տոնել են, չէ՞, որսի իրենց հաղթանակը երկով եւ պարով։ Եվ դրա համար երգ ու պարը, այդ հիմա է երգ ու պարը առանձին կանգնում են, երջախումբ է երգում, առանձին պարում են, առանձին, չգիտեմ, մյուսները նվագում են։ Այդպես բան չկա, ժողովուրդը երգում պարում էր։ Հիմա սա հասել է մեր օրերը, մենք այնպիսի երգեր ունենք, որ դարերի չէ, հազարամյակի պատմություն ունեն։ Իսկ նույնը պարը պիտի լինի։ Բայց չգիտես ինչի պարի ու պարի բնագավառում ժողովրդական երգ շատ քիչ են դպրոցում դասավանդում։ Բոլոր նրանք, ովքեր ավարտել են հիմնական մանկավարժական համալսարանն են ավարտում, ավարտողները բեմադրական պարեր են դնում երեխաների հետ։ Ինչ որ մի բեմադրիչի շնորհալի, ապաշնոր, որակով, անորակ կապ չունի։ Իր լավ է շնորհալի է գոնե, ինչ որ պարային շարժումներ։ Ես որ շրջում էի, պարեր էի տեսնում, ուզում եմ հասկանալ, սա պար է թե ակրոբատիկ շարժումներ։ Շարժումներ էին, որ ուղղակի անհարմար է իսկում այդ շարժումները։ Հայկական չէին ամեն դեպքում։ Մեծ մասը այդպես է, բայց հանկարծ որ գտնում էինք, երջանկանում ենք կամ հարցում ենք, իսկ դուք պարում եք, եթե ասում են այո, ասում եմ, բայց ինչու եք սա պարում։ Մենք մի չեմ կարողանում չեմ ուզում տալ, իրենց թույլտվություն չունեմ, շատ լավ պարային խումբ տեսանք, շատ լավ պարում էին։ Ես ասեցի, չեմ ուզում այս պարը, որովհետև բեմադրական պար է, այսինքն դա իրենց ղեկավարի հեղինակային պարն է, ինքը որոշել է այդպես պարում է։ Ասի ժողովրդական ինչ չունենք, ասում են չունենք, բայց կարող ենք սովորենք։ Մի քանի օրում, թե շաբաթում, մի քանի փորձում իրենք սովորեցին պար եւ պարեցին հանձնաժողով, որ եկել էր ոչ պարողները միայն, երաժիշտներ բաներ։ Հետո ես ունեմ նկարացել սա, հրճվանքը իրենց, որ նայում են այս պարողներին։ Հետո նկարեցի ուսուցչուհուն, որը նայում էր, առաջին պարի ժամանակ բեմադրել լարված, շարժումը ճիշտ կլինի, ոնց կլինի, հա, միասին լինի, իր հանձնարարականը կկատարի շատ լարված էր, որտեղ նորմալ է։ Բայց այդ որ դուրս եկան ժողովրդականից ազգային պարը պարելու, ուսուցչուհին ժպտում էր, հանձնաժողովը ժպտում երեխեք ինչ հավեսով էին պարում։ Ես ասի երեխաներ, սա եք ավելի հավեսով պարում, թե այն նախորդ պարը։ Մի անգամ ինձ թվաց պիտի ասեն նախորդն ու լուրջ պարը։ Բոլորն ասեցին սա։ Amma ինչի չեք պարում, այ ժողովուրդ ջան, սա է ձերը։ Պարոն եկեք նայ վերադարձը դեպի հայկականություն, այսպես ասեմ, այսպես ձևակերպեմ։
Ինչպես պետք է լինի։ Այնպես ասեցի, ոնց որ վերադարձ դեպի Արևմտյան Հայաստան, այդ չնայած այդքան բարդ է, ինձ թվում է արդեն այնքան ենք հեռացել, որ ոչ թե Արևմտյան Հայաստան գնացել ասել ենք Համզաչի, ապա Տոկիո, Չինաստան, չգիտեմ, միայն կրթությամբ։ Այ մեր նախարարությունը, մշակույթի նախարարությունը, եթե ուզենա, նա ուղղակի կանի այն, ինչ որ պիտի անի, նա կպահանջի բոլոր իր իսկ դպրոցներում, որոնք ֆինանսավորվում են պետբյուջեից, այսինքն կապ չունի, որ ինձ ասում են պետբյուջեից չի համանքային բյուջեն էլ պետբյուջե է, դա պետության տարբեր օղակների գումարն է, թեկուզ համայնքային բյուջեից ուղղակի որոշում կայացվի, որ սովորեցեք երեխաներին անպայման սովորեցեք ժողովրդական ազգային բառ եւ ժողովրդական երգ։ Անպայման, որովհետեւ դուք վերադարձնում եք հային հայ եք դարձում, հային վերադարձնում եք հայություն։ Սա ուղղակի այնքան հեշտ է անել։ Կարող է միայն ասել այդքան մասնագետ չունենք, բայց այդ բարի տարբեր հաստատություններ ավարտող պարողները այնքան իրենք ճկուն են, այնքան պրոֆեսիոնալ են։ Ես տեսա էլ այդ դպրոցը, որ պարում էր բեմադրական պարի, կարճ ժամանակում իրենց համար դա խաղալիք է։ Մենակ ուրիշ բանն է դժվար, ոգին ներարկել, շարժումները կսովորեն, մնում է ոգին։ Եթե մի մարդ Կինոսյան Գագիկը շրջելով, պայքարելով, նախարարության դռները մաշեցնելով, հասավ նրան, որ այսօր կարծեմ, եթե սխալ թիվ եմ ասում, թող ինձ ներեն, մոտ 400-ից ավել դպրոցում այսօր բեմադրական ազգային պար է ուսուցանվում։ Պարային խմբեր կան, որ երեխաների դպրոցում էլ են անցնում։ Այո, եւ հետո կասկադում են անում, չէ, փառք Տիրոջը ինքը չկա, իր դուստերը հիմա շարունակում այդ գործունեությունը։ Ինչի՞ չպիտի մյուս դպրոցներում դա լինի։ Ես կողմ չեմ, որ հանրակրթական դպրոցում երգի դասեր լինեն։ Կողմ չէ, որտեղ ես հիշում եմ խորհրդային տարիներին երգի դասեր ինչ զավեշտի էին վերածվում, ծաղրում էին դասատուներին, բայց շատ բարդ բան է դա։ Լավ է, որ մենք երաժշտություն առարկան ենք դասավանդում։ Ես կուզենամ, որ կերպարվեստ առարկան դասավանդվի։ Եթե չի հերիքում ժամերը, թող ոչ թե երաժշտություն, կերպարվեստ լինի, մտածեն, այլ մշակութաբանություն, մշակույթ, ինչ անուն ուզում են դնել, որ ամեն ինչից, որ մշակութահեն մարդիկ դուրս գան։ Որտեղ երբ որ վարչապետ, նախարար, նախագահ, բենզին լցնող, հավաքարար, ուսուցիչ, երբ որ նա մշակութահեն չի, միանգամից հեռվից հոտը գալիս է դրա։ Շատ կարևոր է մշակութային մարդ լինեն։ Իսկ երեխաները բոլորը հնարավորություն չունեն գնան պարի, երգի եւ այլն։ Պարոն Եկիկյան, ուզում եմ մի քիչ ինքնությունից խոսենք։ Ինչից։ Ինքնությունից, հայկական ինքնությունից։ Վերջերս շատ եմ նայում, շատ հաղորդաշարեր են նույնիսկ նկարահանվում ինքնության մասին, եւ կարծիքները շատ տարբեր են։ Կան գիտնականներ, որոնք ասում են հայկական ինքնությունը դա ստատիկ ինչ-որ բան է, բայց կան նաեւ մասնագետներ, որոնք ասում են այն փոփոխական է, այն չի կարող լինել ստատիկ, այն փոփոխվում է։ Այսօր հայկական ինքնությունը ինչպիսին է ձեր կարծիքով եւ օրինակ ձեր հայկական ինքնությունից ճանապարհ է անցել։ Ույ դժվար է, ինչ որ դուք ասեցիք, միանգամից պատասխանել, ես ճիշտն ասած չեմ մտածել դրա մասին, բայց եթե իմ օրինակով ավելի հեշտ կլինի, տեսեք, ասում եք, ձեր հայկական ինքնությունը ինչ ճանապարհ է անցել, ես արդեն ասեցի։ Ես եկել հայ երեխա եմ եղել, մինչև այն պահը, որ ես լսեցի ես պատրաստ էի երևի այդ պահին, կամ ինչ-որ մեջս մի բան կար, կամ իմ պատնեշը թույլ էր այդ պահին, ու այդ երգն եկավ ու թափանցեց իմ մեջ, գնաց։ Հետո ես շփվում էի Արզաս Ոսկանյանի հետ, որ ինձ դասավանդում էր խմբերքագիտություն, բայց ես իր հետ շփվելով խմբերքագիտություն, ես իր հետ հայկական երաժշտության, հայեցի երաժշտության փայլուն երգում էր, բայց ես այդ ժամանակ դեռ չգիտեի։ Մենք խոսում ենք հայկական երաժշտությունից։ Սա եւս մեկը ուսումնարանում մի անձ, որը ես ասում եմ ինքը իմ ուսուցիչն է, բայց ոչ թե որտեղ ինքը ինձ դաս է տվել, ես իրանից ստացել եմ։ Եվ ես մինչև կյանքիս վերջ երախտապարտ եմ լինելու իմ հանդիպումների, իմ շփումների հետ, ոչ թե դասի ժամանակ, ամբողջ իմ կյանքի ընթացքում գուցե մինչև եւ այսօր։ Մյուսը ասենք արդեն կոնսերվատորիայի Մարուսյակ Սահակյանը, Մարգո Բրուցյանը, բայց ես ավելի շատ շփվում եմ Մարուսյակ Սահակյանի հետ, շատ վառ կերպար, վառ անձնավորություն, հետաքրքիր մարդ, ուզում ես շփվես ու ինքն էլ շատ զգուշ կոմեշ լցնում է, շտեմարանի, ոնց շտեմարան լցնի։ Այդ իրենց եմ ստացել։ Ես վստահ եմ, որ մարդը փոխվում է, դեպի լավը եթե ստացվում է, դեպի վատը գիտեք չեմ կարծում։ Եթե ինչ-որ մեկը
սաղմնային վիճակում մայրը երգել է ժողովրդական երգեր, լսել է, հետո ծննդաբերել է երեխային, հայր ու մայր այդ երաժշտության ներքո միջավայրում կամ հայեցի կրթություն են տվել, հետո պատմություն է ուսումնասիրել, օրինակ ինչպես Վազգեն Ղազարյանն ու Գայուշիկ Ղազարյանը, Ռաֆայել Ղազարյանի զավակներն, հայության մեջ մեծացած երեխեք են։ Ինչ ուզում ես արա դուրս չես փոխի։ Այդ ինքնությունը շատ կարող է խորանալ, զարգանալ, դե եթե իրենք հիասթափվեն շատ բաներից չգիտեմ, բայց ինձ թվում է դա իրենց մեջ նստած է ուղղակի։ Այդ նրանք հայրենասեր մարդիկ են։ Այսինքն ինքնությունը կարելի է փոխել, օգնել մարդկանց քո ինքնությունը գտնել, որովհետև հիմա հարց կառաջնի, իսկ ինչ բան է ինքնությունը, հիմա ինչքան ես եմ հասկանում, իմ տեսակը, իմ էությունը կարող է փոխվել, մարդը ինչքան մեծանում է, այնքան փոխվում է դեպի լավը, դեպի վատ, բայց նա փոխվում է, հնարավոր չէ 60 տարեկան կամ 50 տարեկան մարդը նույն ձևի լինի, ոնց որ ինքը 25 տարեկան էր, լիքը լավ գծեր, կյանքի բերումով, մարկային բաներ կարող է եւ նահանջեն, չեն կորում, նահանջում են, դիմացը կարող է բիրտ բան է գալի, որպեսզի դիմակայի, ասենք ինչ-որ միջավայրի, բայց ինքը փորձում է իրեն, մարդ ուզում է լավը լինել, մարդը չգիտեմ, չի ուզում լավը լինել, եւ փոխվում են իրենց կյանքի ընթացքում, դառնում են կիրթ մարդիկ, Չեխովի նման մարդը, որը ինքը այնուամենայնիվ այլ ծագում ուներ, դարձավ որակով անձնավորություն ինքը իր վրա աշխատել է ամբողջ կյանքում, կամք է պետք եւ չասել, որ դե հիմա ես սենց եմ, չէ, դա չեղավ։ Իսկ ինքնությունը հայեցիության ինքնության մասին է մնացած ինձ քիչ հետաքրքրում, այո, դա կարելի է փոխել եւ օգնել հասարակությանը եւ դա պիտի արվի բոլոր հնարավոր միջոցներով, հեռուստատեսություն, մենք չենք կարող մտնել համացանց։ Համացանցը այն էր, ինչ որ անկախ տարիներին բացեցին, ու ամեն ինչ լծվեց, չէ՞, մեզ հիմա համացանցն է, էստի ամեցեք։ Բայց հեռուստատեսությունը ունի դաստիարակչական կարևոր նշանակություն։ Դպրոցը, ես միշտ ասում եմ ուսուցիչներին, կրթում եք լավ եք ան, գիտելիք եք տալի, շնորհակալ ենք, խոնարհվում ենք, բայց դաստիարակեք, որովհետև նա չի դառնալու երաժիշտ, եթե երաժշտական դպրոց է, կարող է 1% դառնալ կամ 5% դա մնացածը։ Դրանք ինչ են դառնալու։ Ուսուցիչ, մանկավար, գիտնական, ինժեներ, նախարար, հա, վարչապետ Բայց կրթեք, գլխներիդ մի սարքեք, այս մարդկանց կրթեք, որ վաղը դուք տարապելու եք այդ իշխանավորների, եթե դառնում են իշխանավոր կորանք, գոնե այդ չկրթվածները մնան են ստորին օղակներում, պահակ, բան ինչ-որ են, որ քիչ շփվեն, գիշերային պահակ էլ, որ համար չշփվեն մարդկանց հետ։ Ես գտնում եմ, որ մարդը պետք է փոխվի եւ պետությունը այդտեղ կարևոր դեր ունի։ Պետությունն էր մեղավոր, նույնիսկ խորհրդային, որ մենք այսօր մեր հայեցիությունը կորցնում ենք, որովհետեւ ժամանակին դա այն գլխից արմատախիլ էր արվում։ Իսկ այսօր պետությունը նման խնդիր ունի իր արժեվ դրված կրթել։ Խնդիր ունի, բաներ կա, որ հնուց գալիս է եւ մենք ունենք եւ այսօրվա պետությունը չասեմ, որտեղ պետությունը կառավարում են իշխանավորները, ուրեմն ասենք այսօրվա իշխանավորները կամ իշխանությունը կամ ոլորտ կառավարողները լիքը լավ բաներ դեռ պահպանվում են պարտիրը, չէ՞։ Բաներ կա, որ արդեն պիտի լուրջ ուշադրություն դարձնեն, որտեղ վատ է։ Իրապես վատ է։ Եվ մենք հիմա օրինակ խնդիր ունենք երաժշտական կրթության ոլորտում, լսել են, որ հանրակրթությունում էլ դա կա։ Ոչ թե մեր ուսուցիչներ, ինչ են ասում, այսօր հանրակրթությունը մեր դպրոցը թույլ է, լավը չի։ Եվ դա իրենք էլ են խոստովանում։ Իրենց հետ խոսելիս իրենք ասում են, չունենք լավ դպրոց։ Ինչ է շո լավ դպրոց չունենք, լավ պատեր չունենք, լավ նստարաններ։ Մանկավար։ Ուրեմն ենք գնում ենք մանկավարժական համալսարան։ Այդ տասնյակ տարիներ խորհրդային տարիներ կաշառքով ընդունում էին, կաշառքով ավարտացնում էին, դա փաստ է։ Խոսքը համատեղ համակարգերի մասին է։ Երկիրը լավ չի ղեկավարվում, նաև ինչ որտեղ համակարգն է պատճառը։ Աշխարհում այն ոլորտն է գործում գնում առաջ, որը համակարգված է։ Օրինակ բիզնեսի, սպասարկման բիզնեսի ոլորտը մեզ մոտ լավ է։ Հյուրանոցներ, խանութներ, սննդի օջախներ։ Հիմա հիշեք խորհրդային տարիներին ինչպես էր հարցակվում վաճառողը, մեծ ասում են միած սա կարող է ստացվում, երկրորդ հարցը տար, չէ՞։ Հիմա ժպտում է, հիմա էստի համեցեք, բա ռեստորանային բիզնեսը մենք արտասահմանից գալիս են, ասում են Եվրոպայում մենք էս բան չունենք, Միացյալ Նահանգներում դες եղել եմ, կարող եմ ես էլ ասել, բայց հետաքրքիր որ իրենք են ասում։
ռեստորանային բիզնեսը, որտեղ մրցակցություն կա։ Կրթության մեջ չկա մրցակցություն։ Երևանի պետական կոնսերվատորիան միակն է։ Եվ չկա, ես միշտ ասում եմ, մի հատ ուճուր մի բան ստեղծեք, սա թող զարգանա, գնա առաջ, ու սրանք էլ նախանձախնդրորեն սկսեն զարգանալ, պայքարել։ Ամեն ինչ մրցակցության մեջ է։ Մենք ինչու այս մշակույթ արվեստն ու ես վերնագրով այդ մեր մրցույթը արեցինք, որովհետև կարող ենք ընդհանրապես գնալ մշտադիտարկման։ Նախարարությունը պետք է որ լիներ մշտադիտարկում, տեղեկատվության հավաքագրում, վարպետաց դասեր եւ մեթոդական օգնություն անում ենք, բայց մենք մրցույթային էլեմենտը մտցեցինք, որովհետև մրցակցությունը ստիպում է աշխատել։ Նույնը հյուրանոցային բիզնեսը, բայց կրթության մեջ, ճիշտ է, դուք կասեք, մենք ունենք դպրոցներ, պիտի մրցեն։ Այդ չեն մրցում, որովհետև բոլորը համարյա նույն վիճակի մեջ են։ Խորհրդային տարիների կար 114 դպրոց, համար 1 էր, բոլորը ձեռքեր բարձրացնում են, ընդունում են։ Կար ռուսական Պուշկինը եւ Չեխովը, մի մրցակցության մեջ էին մտնում, նույն տարածքում էին։ Հա? Կար, ինչ որ բան կար։ Կար հայկականի ու ռուսականի մրցակցություն, ինչ-որ sense բաներ, բայց մի տեսակ, որտեվ նույն հիմա կան մասնավոր դպրոցներ, բայց այդ մասնավոր դպրոցներում դասավանդում են նույն հանրակրթական պետական դպրոցի դասավանդող ուսուցիչներ, ոչինչով չեն տարբերվում, մոտեցմամբ չեն տարբերվում, իրենց մանկավարժությամբ չեն տարբերվում, բայց նույն ամենասովետ հասարակ հանրակրթական դպրոցում կարող տեսնես մի դասվար, հերթ է, որ այդ դասվարի մոտ երեխեքը սովորեն, բոլորը գիտնեն, որ այդ դասվարը սեր է սերմանում, այդ երեխան ամբողջ կյանքով այդ կրթության հանդեպ սերը տանում է իր հետ մինչև կյանքի վերջ։ Այ համակարգերից խոսեցինք, պարոն Հայրիկյան, որ մտածեցի, որ երբեմն էլ, ասենք, երկրի կառավարման մասին եթե խոսքը գնում է, անդադ ասում ենք, այ ես ինչ համակարգը, եթե մենք էլ մեզ մոտ կիրառենք, կստացվի։ Եվ խոսքը նաև մյուս ոլորտներին է վերաբերվում։ Այ կարելի է ինչ-որ կուրորեն կամ մեխանիկորեն վերցնել ինչ-որ համակարգ եւ հարմարեցնել քո երկրին։ Թե ճիշտը պետք է։ Միանգամից, այսօր երկար չեմ մտածում, ասում եմ ոչ, որովհետեւ ամեն մի համակարգ ստեղծվել է այդ երկրի ազգային արժեքները։ Իսկ այդ խնդիրները նաև դրանում են, որ նախ պետք է ասել շատ մեծ հարցականը, թե որ երկրի համակարգն ենք մենք վերցրել։ Երբեմն ասես կողքը տալիս, մի հատ տես ուրիշ բան են անում, դու ինչի՞ չես անում, վերցրու եւ պետք է վերցնել։ Օրինակ իրավա մեր աշխատանքային օրենսգիրքը բավականին հաջող օրենսգիրք է, որտեղ վերցրել են, ինչքան ես գիտեմ, լիտվական, կարծեմ լիտվական, չեմ երեք երկրներից մեկը, միջազգ Լատվիայում վատն է, իսկ Էստոնիան լավը չի, լիտվականը լավն է։ Այս կամ Լատվիա, Լիտվա հիմա լավ չեմ հիշում, որտեղ լիտվացիներն Եվրոխորհրդի չգիտեմ, վերցրել են, ասենք, ինչ որ մի եվրոպական սոցիալական երկրի աշխատողի շահերը պաշտպանող օրենսգիրք է, լավն է։ Եվ գրել են մարդիկ, ուսումնասիրել են, մի քիչ էլ տեղայնացրել են մեզ համար։ Հիմքը վերցրել են, տեղայնացրել են։ Քրեական օրենսգիրքը դեռ 20-10-ականներին, հա, նոր Եվրոմիության ճնշման տակ սկսեցին ընդօրինակել եվրոպական արժեքները, լիքը լավ բաներ կա, հիմա փչացնում են, թե լավացնում են, չգիտեմ ինչ են անում, դա իրավաբանները կասեն։ Հիմքում վատ ասում են շատ է բարեփոխվել իրավաբաներ, երբ համատնում ես 90-ականների, թեկուզ 2000-ականների սկզբի։ Հիմա նայած որ ոլորտը, կրթությունն այն ոլորտն է, որ շատ պիտի ազգային լինի, բայց պետք է ուսումնասիրել։ Հիմա մենք ինչ ենք անում, մենք հիմա ատեստացիա ենք անում ուսուցիչների։ Գալիս են երիտասարդներ կամ ոչ երիտասարդներ, որոնք շատ լավ հիշողություն ունեն, գաղտնիք չի, մարդը շատ փայլուն հիշողություն ունի, հայտնի մեծերից մեկը ասել է դու կարող ես հազարավոր գրքեր կարդալ, բայց քանի որ չունես մարսելու, ընկալելու կարողություն, դու կլինես ուղղակի լավ մեծ գրապահարան։ Իսկ կա մարդ մի գիրք է կարդում կամ մի քառատող ու դրանով համար մի ամբողջ աշխարհ է բաց։ Գնում են այդ երիտասարդները, որպես կանոն կանայք, տրավմատիկ մի տեսակ երամքանություն տամ, գալիս են մի 100 հատ հարց անգիր արած պատասխանում, ապրես։ 100 հարց պատասխանցիր, այսքան աշխատավարձ բացատրում, այնքան հարցեր մեջ այնքան անիմաստ հարցեր, եւ որոնք բոլորովին չեն նպաստում, այսինքն դա հարցեր են, որ պիտի սովորելու տարիներին իմանայիր։ Եվ հետո գնում են դաս են տալի, ասում ես արդեն բան ստացած ուսուցիչ եմ։ Մենք հիմա մտնում ենք դպրոցներ, տեսնում ենք այդպիսի ուսուցիչներ, ասում ենք, «Էս ինչ մանկավարժ է։ Երեխաները լավն են, ինչու են վատ նվագում»։ Մանկավարժը լավ է, ասում հանեք, շիլում ձեր տալ ասում են։
Գնացել եմ մտել վերապատրաստվել, խոսել չի լինում։ Նկարչության ուսուցիչ կա, դպրոց կա, որ իսկապես մեր մասնագետը նկարչության ուսուցիչ, անիմաստ է սրա դաս տալ, ինչ բացատրես։ Բայց ասած ես չեմ կարող իրենալ։ Այսինքն համակարգը շատ կարևոր է եւ մեր մշակույթի կրթության եւ գիտության մշակույթի նախարարությունը պիտի լուրջ ուշադրություն դարձնի դպրոցներին եւ ոնց որ թե ուզում է դարձնել, աստվածա որ այդպես շարունակվի եւ պիտի թույլ չտա որ երաժշտական դպրոցներ ղեկավարեն ոչ երաժիշտներ։ Դպրոց կա ոչ ղեկավարն է երաժիշտ, ոչ ուսմասվարը։ Ամբողջն ղեկավարում է դպրոցը։ Պիտի թույլ չտա, որպեսզի երաժշտական դպրոցներ փակի համայնքը, ինչ ուզում անում են։ Իրանք իրենց համայնքը, փոքր համայնք է։ Մարզերում հանրակրթական դպրոցներն են իսկ փակում հիմա։ Նույնիսկ մշակույթի դպրոց կա, վերցնում են, գրադարանը վերցնում են, հետո վերցնում են սպորտի ինչ-որ մի բան, միավորում, միացնում են իրար։ Ինչի, որտեղ ազգական ունի այդ գյուղում կամ այդ համայնքում, որը ուզում է պաշտոնի դնի, խոշորացրած տա, երեքին ինքը չկա դրանցից ոչ մեկը ղեկավարի չունի այդ կրթությունը։ Ես ինչ է ավարտել։ Երեքին որ իր այդ միացնում է, դնում է գլխին էլի։ Այսինքն այստեղ կգմսն պիտի իր վրա վերցնի, ասի հոպ, ստոպ։ Ոչ մի դպրոցի չփորձեք ձեռ տալ, այսինքն դպրոց կրճատել միացնելը դա համայնքի խնդիր չի, որովհետև այսօր համայնքապետերը կան խոնարհվում են իրենց առջև եւ համայնքապետը բան չեն հասկանում։ Դուք ոնց ես այդ մարզի կամ այդ համայնքի կրթությունը տալիս համայնքապետին, ասես ինչ ուզում ես արա, կամ ուսումնական ծրագիրը ոնց ուզում ձևում են։ Այս առարկան կարողի, սրա համար փող չեմ տալիս, սա մտածում չէ, այդպես չի կարող լինել։ Նախարարությունը դիվերսնի ձեռքը եւ ես կարծում եմ դա կլինի ամենալավ բանը, եթե դա անեն։ Պարոն Հակոբյան, մի անգամ էլի ձեր հարցազրույցներն էի լսում, ասացիք, որ հայկական մշակույթը պետք է դուրս հանել։ Դա ում է պետք։ Մեզ է պետք առաջին հերթին, չէ, ես գիտեմ այդ հարցի պատասխանը ինքս ինձ համար ամեն դեպքում, բայց հիմա ուզում հերոստատիտողը լսի։ Մեզ է պետք, թե դրսում իրենց էլ է պետք։ Իրենց ինչին է պետք։ Հիմա կամ գիտի կամ չգիտի, գիտի ու լայնանում է իր մտահորիզոնը։ Հիմա ասենք, որ դուք մողոլների արվեստին այդքան քաջատեղյակ չեք, այդ մի հատնե պակաս թող լինի։ Բայց ես համարձակվում եմ պնդել, որ մեր արվեստները ամեն դեպքում տարբեր են։ Բնական է, մոնղոլներն էլ է տարբեր, ճապոնացուն է տարբեր, իսպանացու, պորտուգալացուն է տարբեր, ինչքան դու ծանոթանում ես, այնքան հիանում ես դու, որ այս էլ կա եւ դու քո տեղն ես տեսնում դիրքը համամարտկային այդ արվեստների կազմում։ Մենք որ մեկնում ենք արտասահման, մենք չենք երգում միայն հայ երաժշտություն, շատ են երգում հայ երաժշտություն, որովհետև դա մեր արժանապատվությունն է։ Պատկերացնում եք, մենք այդ կոմպոզիտորները չունենայինք, այդ հեղինակները չունենայինք, բայց մենք անպայման երգում ենք իրենցը, որ մերը իրենց կողքին երևա եւ շատ հաճախ իրենցը զիջում է, իրենց լավն ենք վերցրել, չկարծեք ամենալավը ու մեր ամենալավը։ Եվ այդ համեմատության մեջ ասենք, երբ որ մենք համերգը սկսում ենք 5-րդ դարի Մաշտոցի խորենացու մի շարականով, իրանք 5-րդ դար, հա? Իսկ մեզ ճանաչում են։ Ոչ։ Եվ գալիս են վերելակում են քեզ տեսնում, եւ մինչեւ համերգը չեն ճանաչում։ Համերգից հետո մենք Ճապոնիայի մեր 40-օրյա շրջագայությունից հետո դեսպանը մեր ասեց, այն ինչ որ ես այստեղ 3 տարի ուզում եմ անեմ, չկարողացա, դուք եկաք մի անգամից արեցիք, իսկ հետո զանգահարում էին տուրիստական ինձ գործակալություններ էին ասում, տուրիստական խմբերը, որոնք պիտի գային։ Ասում էին, կարող եք մեր ծրագրի մեջ Գառնի Գեղարդ չգիտեմ ինչ, մտցնեք նաև Հայաստանի փոքրիկ երգիչների համերգը, որտեվ շատ մեծ ռոպագանդա եղավ, օրական 5 միլիոն թերթ հրատարակող կազմ թերթը մեր մասին 5 անգամ տպել է, պատկերացնում եք, չէ՞, ինչ տարածում եւ Այսինքն իրենց էլ է պետք, կիրթ մարդուն անդադ պետք է ընդլայնել իր մտահորիզոնը, իր աշխարհայացքը, բայց մեզ է պետք հանենք դուրս, որովհետև մշակույթով ենք մենք ուժեղ։ Մենք չենք կարող ասենք նայեք ինչ ուժեղ տղա են։ Հрьяաները հիմար չեն, նրանք արվեստում են գնում առաջ, գիտության մեջ են գնում առաջ, այս սպորտն էլ վազացնում են, բայց սպորտային ակումբների տերերն են, իրանք տերերը վազողների տերերն են։ Ես սպորտը բնավ չեմ նսեմացնում, մենք պարտանում ենք, որ մեր ըմբիշտը հաղթում է, այդ ուրիշ զգացողություն է, բայց մշակույթը պիտի գնա առաջ։ Շվեդիայի թագուհին, երբ որ պիտի գնային թագավորը ներողություն, անձամբ ինքը ինձ պատմել է, որ երբ որ պիտի գնային Միացյալ Նահանգներ, պիտի գնար պաշտոնական այցով, շատ լարված էին հարաբերությունները Շվեդիայի եւ Միացյալ Նահանգների, որտեղ շվեդները վստահ են, որ իրենց նախագահին, որին պաշտում էին,
սպանել է ամերիկյան հատուկ գործակալությունները եւ շատ լարված են Շվեդիա Միացյալ Նահանգներ հոկեյի մրցաշարում էլ դուք տեսեք թուրքահայի հետ էր էլ այդպես եւ ասում է ես մտածեցի ինչ անեմ ու ուղարկեցի մեր Orphei Dränger արական երգչախումբը ինձ առաջ ուր որ ես գնում եի սկզբից իրենք համերգ էին տալիս հաջորդ օր ես գալիս էի եւ այդպես Միացյալ Նահանգներով վերջում կարծեմ Մակում թե որտեղ Նյու Յորքում Orphei Dränger-ը երգում է ֆրոկներով բանս տղամարդիկ երգում են ասում ես վեր կացա բարձացա բեմ եւ կանգնեցի ասենք բասերի կողքին որ ձայնաբաժնում եւ իրենց հետ վերջում երկու երգ երգեցի ասում ես իհարկե ինքնապատնասම բառերը չգիտեի վերած բացուպակում էի բայց այդ տպավորություն իրենք շատ ապշել են երկրի թակավորը երգում է երգչախմբում հասկանում եք հիմա նայած ինչ մշակույթի տեր մարդ ես եւ ինչպես ես նայում այդ ամեն ինչին իրենք իրենց այդ նույն Orphei Dränger երգչախմբի 150-ամյա հոբելյանի ժամանակ այդ Ուպսալա թերթի պաշտոնական թերթի ոնց որ ասենք մեզ մոտ որն էր այն ժամանակ սովետական Հայաստան գլխագիրը չէ այդ առաջնորդող էջում որտեղ միայն քաղաքական թեմաներ են մեծ նկար էին դրել իրենց հոբելյանից եւ շնորհավորում էին Orphei Dränger-ը 151-ի կապակցությամբ վերաբերմունք է պետության վերաբերմունքն է իր արվեստին եւ դու հարգում ես ու ես այսօր դրա մասին պատմում եմ Իսկ այսօր Հայաստանում ձեզ ամենաշատը ինչն է անհանգստացնում Վայ, ինձ Հայաստանում այնքան բան է։ Ես մշակույթից չխոսենք, լավ, անցնենք մյուս թեմաների։ Չէ, ուրեմն սա երկրորդ հաղորդման նյութ է, որտեղ արդեն ինձ թվում է մենք ժամանակն անցել ենք, որպեսզի դուք շատ չչարչարվեք, կտատեք։ Չէ, խնդիր չկա, այս հարցը շատ կարևոր է կարծում եմ։ Ես ուզում եմ ձեր ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական դիրքորոշման մասին իմանալ։ Դիրքորոշումը ես անընդհատ հայտնում եմ, շատ ոչ խելացի մարդիկ գտնում են այն քաղաքական իմ, ասում եմ, հերիքա դու քաղաքականության մեջ մտնես, քաղաքական հայացքներ, ես քաղաքական հայացք չունեմ եւ չեմ էլ կարող ունենալ, ես համեստորեն կամ ինձ համարում եմ ոչ քաղաքական մարդ ինչու ես այդքան լավ չեմ հասկանում եթե մի բան շատ լավ չեմ հասկանում լավ է թեկուզ լավ եմ հասկանում դա ինձ համար քիչ է կարծիք հայտնելու բայց քաղաքացիական դիրքորոշում ունեմ ու ամեն ինչ ինձ նյարդայնացնում է ինչ որ ծուռ է դրված այս երկրում ինձ ջղայնացնում է որ պատմեցի արդեն քաղաքի մեր ճարտարապետական տեսքը ինչ ուզում անում են քաղաքի ճարտարապետության հետ եւ պատմական հուշարձանների հետ ինձ երկար խոսեցինք հայ երաժշտության եւ կրթության մասին ես ամաչում եմ որ ես ապրում եմ այս օրերին շատ եմ ված զգում ինձ ամեն անգամ գիշերը քնելուց հազիվ որ ազատվում է ուղեղս եթե հասցնում եմ անմիջապես չեմ քնում եւ հատկապես առավոտյան որ արթնանում եմ ես առաջերտին մտածում եմ քաղբանտարկյալների մասին Ադրբեջանում սկսած Ռուբեն Վարդանյանից մինչեւ շարքային մեր զինվորները որոնց մասին տեղյակ չենք ես ամոթուց գետինն եմ մտնում որ մենք մեր սրբազաններին դրել ենք աթոռին դատապարտյալի եւ դատապարտում ենք եւ դեռ ես չունեմ վերջնական մի հիմք, որ ասեմ, սրբազան ջան, անելու բան, հանցագործություն է արել։ Ես ճանաչում եմ երկու սրբազաններին էլ, շատ հարգում եմ իրենց մարդկային կերպարը, իրենք փոքրուց են եղել, ես բարգած սրբազանը ինքս չի հիշում։ Շատ, դեռ ուսանող էր Սևանի ճեմարանում, գալիս էր մի երկու անգամ տեսել եմ եւ ըմբոստ կերպար էր, ըմբոստ կամ արժանապատիվ կեցվածք ուներ։ Դրա համար նա Կանադայի թեմում երկար չմնաց, որտեղ մեծահարուստները Կանադայի մի խմբակ որոշել էր, որ սրբազանին պիտի մի երկու կոպեկ փողի դիմաց ծառայի մեծահարուստների ոչ։ Սրբազան պիտի ծառայի հայ առաքելական եկեղեցուն եւ ինքը պիտի թելադրի արժեքներ։ Ինչևէ, հետո եկավ Իջևան, Տավուշի շրջան, ինչպեսի վերաբերմունք մշակույթին։ Հետո ընդվզեց այն ամենին դեմ, ինչ բոլորիս նյարդայնացնում է։ Թող չասի մեկը, հա, կան մարդիկ, որոնք ասում են լավ է։ Ասում են լավ է, ուղղակի ես իմ պաշտպանվում են ինձ նորմալ մարդը չի կարող ասի, որ այս ամեն ինչ որ կատարվում է լավ է։ Այս մեր պարտությունը, այս մեր բանակի վիճակը, այս մեր խեղճությունը, մենք արժանապատիվ, հազիվ արժանապատվություն ենք ձեռք բերել 90-ականներից հետո։ Ինչ խեղճուկ վիճակ է։ Ես էլ եմ աչքերս փակում, իբր թե այդպես չի։ Կամ
Դե կամ Միքայել Սերբազյանը մարդ է, իր ընդվզումն է ցույց տվել։ Հիմա ես հիմա կարող եմ ձեզ հետ խոսեմ, ասում եմ, թաղապետին պետք է վերացնել այդտեղից, որ թաղը շնչի։ Ոչ չնշանակեց, ասեմ տարեք խփեք սպանեք։ Մարդիկ չէ, ծայրահեղ են խոսում, ես շատ հաճախ ասում եմ, ես արվեստագետ եմ, իմ խոսքից մի բռնվեք, էմոցիոնալ մարդ եմ, չափից ավել կարող եմ ասեմ, երբեմն մեկին կարող ասեմ, շատ էշի մեկը հազար ներողություն, բայց չի նշանակում ինքը ավանակ է։ Պորտքում ես զայրույթդ ես արտահայտում, որ չհայոյես ավելի վատ բաներ չասես։ Ասենք թե ես չեմ կարծում, որ դա ճիշտ է։ Ծայրահեղ բան եմ ասում, որ դրան էլ համաձայն չեմ, թող տնային կալանք տային։ Պարոն Ագիկյան, ձեզ վերջում մի քանի բլից հարց ունեմ տալու։ Շուտ փորձեմ ասել։ Չէ, հանգիստ ասեք։ Պատմական որ ժամանակաշրջանը կուզեիք տեսնել անձամբ։ Ինձ։ Դուք։ Ինձ։ Թե ես դուք տեսնեիք պատմական որևէ ժամանակաշրջան։ Տեսնեիք թե ապրեի։ Չէ, տեսնեիք։ Ուղղակի տեսնեի։ Հա, դե գնայիք, ասենք, մի որոշ ժամանակով տեսնեիք, գայիք։ Թե կուզեիք ապրել, չգիտեմ։ Չի ապրել, չի ուզում, բոլորովին։ Հետո էլ չի ուզեն ապրել, որ տեսնեմ ուր է գնում այս աշխարհը, բայց չկա ժամանակաշրջան, որ կուզեի ապրել։ Հիմա է հետաքրքիր։ Կուզեի ապրել մեր մեծերի հետ։ Ժամանակակիցը արժանանալ լինել ժամանակակիցը Թումանյանի Կոմիտաս։ Բայց ոչ թե թերթերից, բայց գնային նստեի լսեի, շփվեի, այդ կուզեի, բայց ապրել ոչ մի ժամանակաշրջան։ Արցախում երբ եք եղել վերջին անգամ։ Մինչև վերջին պահը Արցախում եղել եմ, 20 թվին եղել եմ հունիս ամսին, մենք մեր հերթական Արցախի համար վերջին եկով զիրով փառատոնն արեցինք, եկանք հետ եւ Արցախը հանձնվեց։ Եթե հնարավորություն ունենայիք, ում կվերակենդանացնեիք։ Գիտեք, սկզբից ամիջապես մտածեցի մեր մեծերի մասին, հետո ասեցի, սպասիբա հայր ու մայր ունես, շատ դժվար հարց եք տալիս։ Ես խմբով կվերակենդանացնեի մարդկանց, ովքեր այսօր կլինեին մեր երկրի, մեր ժողովրդի, երկրի ժողովրդի խիղճը եւ կկարողանային արթնացնել մեր ժողովրդին։ Հետաքրքիր է։ Ինչ ասել ես համար գեղեցկություն հայկական ձևով։ Ինձ համար գեղեցկությունը լինում է մի ձևով, կամ գեղեցիկ է, կամ գեղեցիկ չէ, բայց հայկական հենց ասեցիք, ելի գնացի դեպի մեր աղջիկները, բայց ոչ թե իրենց արտաքին տեսքը, հիմա փրտե իրանք ավելի գեղեցիկ են, բայց իրենց տեսակը, որը գնալով համարյա վերանում է, այն որ ասում եմ, հեզ աղջիկ, հեզը խեղճի չի, հեզ, բարոյական, ընտանիք սիրող, արժանապատիվ, ընտանիք սիրող, ամուսնուն մեծարող, որ երեխաներն էլ դա սովորեն, ոչ թե սիրող, չէ, ամուսնուն մեծարող, եւ երբ որ պետք լինի զենքը ձեռքը վերցնող։ Այդ նուրբ էակները զենքը ձեռքը վերցնող կամ զենքը որդուն տվող ու ասել գնա հայրենիքդ պաշտպան։ Պարոն Ագիկյան, օտարերկրացիոն Հայաստանի մասին 3 նախադասությամբ ինչպես կպատմեք։ Գովազդային նպատակներով չէ, ճշմարտությունը։ Դժվար է 3 բառով։ Նախադասությամբ։ Օ, 3 դժվարանում եմ։ Չգիտեմ, ես 3 բառով չէի սահմանափակ։ Կդնեի գցի։ Երկար կլիներ։ Շատ բան կա ասելու մեր արժանապատվությունը շոյելու համար։ Ես այն չեմ, որ պիտի ասի 1700 տարի քրիստոնեություն ունենք, դա չէ մեր արժանիքը։ Այո, մեծություններ, մեր էլի ցույց էի դնելու մեր մեծություններին, խոնարանքով, որ այս հսկաներն ունենք, մտեք Մատենադարան, մտեք Պատմության թանգարան, կարդացեք, մենք այս հսկաներն ունենք։ Շնորհակալ եմ անչափ, պարոն Ագիկյան։ Ես շնորհակալ